Ես կոլորից ՍՊ-ի տնօրենն եմ, Զորյա 1/1 հասցեում սրճարան էր։ Այդ սրճարանի հետ կապված մեր դատական պրոցեսներում էինք, մինչև հիմա դատական պրոցես գոյություն ունի, բայց քաղաքապետ Ավինյանը երեք որոշում է կայացրել ու այսօր առավոտյան ինքը եկել ինքնակամ դրել սենց ամբողջ եղածը գույքը քանդել ինքնակամի շինությունա, դա պատկանում է համայնքի սեփականությունն է, բայց իրանց կողմից սա ընդամենը վանդալիզմ է, իրանք ոչ մի ձևով չեն տեղեկացրել, ոչ մի ձևով, երբ որ հարկ է լինում գումար վճարելու կամ տարածքը ինչ որ աղտոտված է լինում, իրանք տեղում նամակները ուղարկում են, իսկ հիմա ոչ մի ձևով չեն տեղեկացրել։ Եթե ինքը Երևան համայնքի մասին մտածում է ու ինքնակամները քանդում է, բա ինչի կողքի Fast Credit-ի երկրորդ հարգի ինքնակամը չի քանդում, կամ այս կողքի այս անօրինական շինությունը ինչի չի քանդում, ինքնակամի տերը Վիվարոյի Վիգենն է դրա համար, այն մյուսն էլ էլի ինչ որ մեկինն է, բա թո քանդի ինքնակամները, թե ումից երևի ինչ որ սպասելիքներ չկա, կամ ում վրա ում ժպատում է այդ ձևով կարելի է անել, չի կարելի այսքան մարդկանց տերորի ենթարկել։ Ոնց կարելի է, եթե դու քանդում էիր իմ գույքը միլիոններով, ես ստեղ գույքս լրիվ զրոյի հավասարվեց, միլիոնների ես ստեղ վնաս կրեցի, բա թո նախապես ասեր, ոչ տեղեկացրել է, ոչ բան, որոշում է երեք եղել է, այսօր ինքը դրեք քանդել է, այն դեպքում, երբ որ դատական պրոցեսի մեջ է, եւ բացի դրանից էլ իրենցից 60 հոդվածի հետ կապված, որ սա 60 հոդվածի տակ է, թուղթ են ուզել, քաղաքապետարանը չի ներկայացրել, այդ մենակ ինքնակամա ու որոշեց երկիր, քաղաքը մաքրում է, հա, ինքնակամներից, որ նոր ինքնակամների տեղավորի ստեղ։ Դատական պրոցեսի մասին է խոսքը, որ նշում եք։ Ջանա, այս սրճարանը 96 թվականից է։ 96 թվականին, երբ որ նկարների վերնիսաժը հիմնվեց, նորից վերականգնվեց, այդ ժամանակվանից այս սրճարանը գործել է։ Այս սրճարանը բացվել է հենց նկարիչների հետ կապված, նկարիչների համար։ 96 թվականից մինչև 2018 թվականը այս պրոցեսը նկարիչները օգտվել են ամեն ինչից, սա ոնց որ եղել է իրենց երկրորդ տունը։ 2018 թվականին Տարոն Մարգարյանը, քանի որ իր նպատակները սրճարանը մեր ձեռքից խլի ու տա ոման կողքի առաջի հարկի սեփականատիրոջը, մեր որոշումը անօրինական չեղյալ էր արել։ Մենք մտել ենք դատարան, մեր բոլոր իրավունքները վերականգնվեցին։ Մինչև 21 թվականի դեկտեմբերի 31-ը մեր իրավունքները վերականգնվեցին։ Հետո այս նոր իշխանություն եկածները որոշեցին, որ պայմանագիրը չերկարացնեն։ Ու այդ պայմանագիրը երկարացնելու հետ կապված մեր դատական պրոցեսը սենց գնում է։ Բայց դատարանում իրենցից պահանջել էին, որ ասեմ ձեզ, կադաստրում այս բոլոր ինքնակամները ունի վկայական, որտեղ էլ նշած է ինքնակամ կառույցներ, անենցա որ ոչ մի անօրինական բան չկա, բայց այս 21 թվից մինչև հիմա այդ դատական պրոցեսը գնում է, քանի որ քաղաքապետարանը պատշաճ ձևով նույնիսկ փաստաթղթեր չի ներկայացնում։ Իսկ այսօր ինքը առավոտյան եկել է դրել ու քանդել է, երեք ինքը որոշում է կայացրել, բայց կարելի էր տեղեկացնել, չէ՞։ Այսինքն մինչ այս ոչ մի զգուշացում չի։ Ոչ մի բան չի եղել։ Մեզ տեղեկացրել են կողքի ծաղիկ ծախող տղաներից, որ եկել են ասма քանդում են։ Մինչև ես եկա, արդեն կես ծավելը քանդած է։ Ինքը ոչինչ չի ներկայացրել։ Որոշումը արել է 16-ին, 17-ին էլ իր շքախումբը հավաքած անմակարդակ գողական տղաներով եկել էր ստեղ հարցեր էլ լուծում։ Ինչ գույքեր են հիմնականում վնասել, որ ամբողջի ջարդ ու խուրդ արած է ջանա։ Տեխնիկան էլ է ջարդ ու խուրդ արած, դուք բավականին գումար է ներդրված եղել ստեղ։ Ամբողջի ջարդ ու խուրդ արած է, կահույքով, ամեն ինչով։ Կարող եք նկարել նայել, այն կահույքներով, ամեն ինչով լրիվ չի կարելի այսքան, չի կարելի։ Աստծո կողմից իրանք պատասխան տան։ Մինչև երբ են մարդկանց վանդալիզմի ենթարկելու։ Քաղաքը գեղեցկացնում է, ի՞նչն է քաղաքը գեղեցկացնում։ Եթե քաղաքը գեղեցկացնում էր 18 թվին այգին քանդուկ հարապարեցիր, այս ցույց տամ այն ծառի մոտից մինչև էսկոմ, սա թողել է մեր վրա, այստեղ ինչ տեսնում եք, մենք ենք մեր գումարներով սալիկա պատել, այնտեղը սալիկա պատել, նստարանները դրել, ինչ է ինքը քաղաքը գեղեցկացնում։ Չի գեղեցկացնում, ինքը քաղաքը քանդում է։